Վերջին զանգ հեռուստասերիալում Աննան, ինչպես խոստացել էր իր որդուն Հենրիին, մնում է իրենց տանը, Միքոյի հետ նույն հարկի տակ։ Թվում էր վեճերից ու վշտից հետո վերջապես ինչ-որ կայունություն է ձևավորվում, բայց այդ խաղաղությունը, ինչպես հաճախ է լինում, միայն պատրանք էր։ Լիլիթը Աննայի քրոջը բնորոշ թունավոր ներկայությամբ վաղ առավոտյան ներխուժում է տուն ու հերթական անգամ քանդում և հողերին հավասարեցնում ամեն ինչ։ Լիլիթը, ինչպես պարզվում է, դեռ չի բավարարվել այն բոլոր ցավերով, որոնք տարիներ շարունակ բերել է Աննայի գլխին։ Նա հիմա էլ իր թույնը շաղ է տալիս, ավելի խորը ու ավելի վիրավորական։ Աննան, Հենրին ու Ֆայնան հավաքվել են նախաճաշի սեղանի շուրջ, երբ Լիլիթը ներխուժում է և անպատկառ կերպով բոլորի ներկայությամբ ուղղում է Աննային մի շոկային հարց։ Դու չես համաչում, որ սոսից հղի լինելով հանդերձ եկել ես այս տուն որպես Միքոյի կին։ Աննան փորձում է լռեցնել քրոջը, խուճապահար փորձում է կանխել աղմուկը, բայց արդեն ուշ է։ Լիլիթը խաղի մեջ է դրել իր վերջին հաղթաթուղթը։ Նա եկել է ոչ թե հարցեր տալու, այլ Աննային վերջնականապես գցելու իր երեխաների աչքից։ Ու ցավալիորեն դա նրա մոտ ստացվում է։ Ֆայնան, ով վաղուց գիտեր այս մասին, կանգնում է լուռ հասունության ներող դիրքից, բայց Հենրին, ով դեռ նախորդ պատմություններից չէր սթափվել, սարսափելի շոկի է ենթարկվում։ Նրա աչքերի մեջ այդ պահին կոտրվում է մի աշխարհ, որն առանց այդ էլ ճաքճքած էր։ Լիլիթը հեռանում է խառնած ամեն ինչ, հետևից թողնելով մի տուն, որը նորից վերածվում է մոխրացած դաշտի։ Աննան ամաչելով նստում է որդու դիմաց և պատմում ողջ ճշմարտությունը։ Նա խոսում է ոչ որպես մեղավոր, այլ որպես մեկը, ով տարիներ շարունակ ստիպված է եղել ապրել ճնշման տակ, լինել դժբախտ։ Հենրին լռությամբ վերջապես սկսում է հասկանալ մորը։ Նա տեսնում է մայր ոչ որպես իդեալական կին, այլ որպես պարզապես մարդ, որը երկար տարիներ եղել է դժբախտ, լուռ ու մենակ։ Մինչ այդ Բագրատը թուլացած և մերժված սոսի կողմից միանգամից փոխում է դիրքորոշումը։ Եթե նախկինում նրա թիրախշախունցներն էին, ապա այժմ նրա վրեժխնդրության սուրը շրջվում է Սոս Բերբերյանի ուղղությամբ։ Բագրատն այլևս նպատակ ունի զրկել Սոսին ադամանդի հանքի վերահսկողությունից։ Նա իր բաժնեմասը վաճառելու մտադրությամբ ուղևորվում է Հենդոյի ու Միքոյի աշխատասենյակ։ Կլորիկ գումարի դիմաց առաջարկում է իր տոկոսը։ Այստեղ արդեն իրավիճակը փոխվում է։ Հենդոն ու Միքոն հասկանում են, որ գնդակը իրենց դաշտում է։ Նրանց դեմքերին լուռ գոհունակություն է երևում և հայր ու որդի իրար ժպտում են։ Բագրատը, ինչպես պարզ է դառնում, այն տեսակն է, որ մի փոքր ճնշման տակ պատրաստ է նույնիսկ հոգին վաճառել, իսկ Սոսը ամայացած ու հոգնած կանգնած է նույն տեղում, որտեղից սկսվել էր ամեն ինչ։ Նա գնում է այն դպրոցը, որտեղ 25 տարի առաջ ինքն ու Աննան ավարտեցին իրենց պատանեկությունը։ Լուսավոր դահլիճում Սոսը սպասում է նրան։ Աննան հայտնվում է, քայլելով դեպի անցյալը։ Նրանք գրկախառնվում են երկար ու լուռ։ Բոլոր հիշողությունները կրկին արթնանում են, բայց հիմա դա սոսկ հուշ է։ Նրանք երկուսն էլ հասկանում են, սերը կա, բայց մի ամբողջ կյանք է անցել, և որքան էլ հոգին ձգտի հետ բերել այն, ինչ կորել է, երբեմն ուղղակի անհնար է որևէ բան փոխելը։ Հարգելի հետևորդներ, ձեր կարծիքով Աննան պետք է մնա Սոսի հետ, Միքոյի հետ, թե մենակ։ Գրեք մեկնաբանություն։